Հոր եւ Որդու հոգին սրբու ամեն։ Ուզում եմ մանուկներից խոսել, մանուկների բարբառը, մանուկների խոսքերը, որտեղ մանուկների աշխարհը նման է երկնքի արքայությանը։ Իսկ մեծերի աշխարհը նման է դժոխքի թագավորությանը։ Այսօր խոսենք մանուկներից, որպեսզի մի քիչ ուրախություն պարգևի մեզ նաև Աստված, որտեղ մանուկներն են պարգևում այդ ուրախությունները։ Աստված պարգևում է դրախտ մանուկների միջոցով, բայց մեծանում ենք, դառնում ենք դժոխք։ Իցավ սրտի, որ իր տեսքով է ստեղծել Աստված։ Եվ այդմ ուզում եմ ընթերցել մանուկների թագավորություն մանկապատումը երկու մասից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Մատթեոս ավետարան։ Նաև թույլ տվեք այդ մանուկներին և մի արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է։ Փառք քեզ Տեր Աստված, որ պարգևում ես անսահման խինդ ուրախություն, որ մոռացվեն մեր տրտմությունները և հոգսերը, այնպիսի ուրախություն, որ քո լույսից լույսի շող է արձակում, այնպիսի ուրախություն, որ քո սիրուց սեր է նվիրաբերում, այնպիսի ուրախություն, որ գերիվեր է քան բոլոր մարդկային ուրախությունները, այնպիսի ուրախություն և աճություն, որ քո խաղաղությունից խաղաղություն է սփռում մեր սրտերում։ Դա քո պարգևած հրաշք, անգին, անեղծ, անսուտ, ջինջ ու լուսավոր, լուսաշող փոքրիկ գանձերն են։ Փոքրիկ, բայց բոլորից մեծ, արժան քո արքայությանը։ Փոքրիկ, բայց բոլորից վառ այս թմբիր աշխարհքում։ Փոքրիկ, բայց բոլորից հրաշք և անպատում։ Մաս առաջին։ Մայրիկ, պապաղակ ինձ տուր, որ ինչ անենք, համով ուտենք, համով ուտենք, հա համով, աթեն իմ վեճացելա, էս տարթափի ինձ տուր վարդանուն գույնը, բայց վարդանուն գու չունենք, ինչ անենք, վարդանուն չկա, մայրիկ մի հատ էս կապուտից կտաս, կապուտից ես ուզում, հա, բայց դու արդեն կերար պապաղակ, չէ իմ դրանից ուտենք, հիմա դրանից ուտենք, բայց դու արդեն կերել ես, չէ, դրանից եմ ուզում ուտեմ, էդ իմ պապաղակն էր, էդ իմն էր, էս քոնն էր, չէ, էդ քոնն էր, էս պեչենիից եմ ուզում, հա, բայց արդեն կերանք, հիմա ինչ անենք, հիմա ինչ ես ուզում անենք, արի տունիք սարքենք, տունիք սարքենք իրար հետ, բայց դու շատ կյանք ես, չէ կյանք չեմ, աղջիկ եմ, դու հրեշտակ ես, չէ հրեշտակ չեմ, մարդ եմ, չէ, մի նկարի, հայ իմ աղջիկ, ես հրեշտակ եմ, հիմա պապիկը կգա, բոլորով տունիք կսարքենք, հայրիկ դու պապիկին ճանաչում ես, հայր և մայր հարցական նայեցին միմյանց, հայրիկ դու պապիկին ճանաչում ես, կրկնեց Անին, ճանաչում եմ, հա, իսկ ես սիրում եմ։ Այս անգամ հայացքները զարմանք առաջացրին, ահա և պապիկը։ Բարև իմ համովիկ գանձուկներ, դե եկեք ինձ մոտ, որ պաչիկներ անեմ, նոր տեսնենք ինչպես և ինչպիսի տունիք պատրաստենք, այժմ նստեք, հիմա մի պատմություն պատմեմ, թե պապիկը ինչ փափագ ունի տունիք կառուցելու, իսկ դուք ինձ կօգնեք և կասեք ինչպես անենք, դե սկսեցինք, ահա վաղուց ունեմ փափագ, ցանկություն, և խնդրում եմ Աստծո օրհնությունը մի փոքրիկ գյուղակ կառուցելու, բայց ոչ թե մի տնակ, այլ մի քանի տնակներ, որպեսզի մի քանի ընտանիք ապրեն միասին, համերաշխ, հավատքով և սիրով, աղոթքով և գոհանալով Աստծուց։ Փոքրիկ
քրիստոնեական գյուղակ, որտեղ կկառուցենք մանկապարտեզ, մակատես պապիկ, ասաց Հայկը։ Հա, պակատես, հաստատեց Դավիթը։ Հետո դպրոց, որտեղ կսովորեն երեխաները, դպոց, հետո բժիշկների տնակ, այգի, մանուկների խաղահրապարակ, բժշկանոց պապիկ, ասաց Հայկը։ Սղարան, պապիկ, այգում պտղաբեշտ ծառեր կտնկենք, որ ծլարձակեն և անուշահան պտուղներ տան, օրինակ կասեք ինչ ծառեր տնկենք։ Հնձորի, պապիկ, շշնջաց Սարգիսը։ Հա, պապիկ, հետո կտոտտենք ու կուտենք։ Պապիկ, ես բոշ կպատատեմ։ Էլ ուրիշ ինչ կպատատես, խոհարար ջան։ Ինչ, տոմլա։ Պապիկ, արի բուդիկա խաղանք։ Բուդիկան որն է, Համովիկ Դավիթ։ Ֆուտբոլը, պապիկ, մեջ բերեց Սարգիսը։ Պապիկ, գիտես, ես փոքր ժամանակ ֆուտբոլին ասում էի բուդիկա ասած անին, ամենան։ Բուբոն ինչ է, Համովիկ ջան, գնդակն է, պապիկ, հա։ Լավ, հետո կտնկենք տանձի, դեղցի, ծիրանի, նռնենու և ամենակարևոր պտուղը, խաղողի որդը։ Հաղող, պապիկ, կիլաս, հա, Համովիկ, կեռաս և բալ։ Պապիկ, ինչ այն գանձուկ, ես բուկլի էլ կսաքեմ, բուկլի ես շատ եմ սիրում։ Հա, իմ Համովիկ խոհարար, էլ ով է սիրում։ Ես, դու Դավդիթ։ Դավիթ, քո մազերը խուխուճա։ Իսկ իմ ամենան բուկլի սիրում է, էդքան էլ չէ, պապիկ, շշնջաց անին։ Լավ, իսկ իմ քաղցը Սարգիսը, որ հնձորը ֆուտբոլ է սիրում, չէ, պապիկ, կամ էլ հա, լավ։ Հետո սերմնացան կանենք, լոլիկ, վարուն, կաղամ, կարտոֆիլ, կանաչի և ամենակարևորը աղոտ կանենք, որ Տեր Աստված օրհնի և աճեցնի։ Մենք սերմը կցանենք, կջրենք, բայց հիշեք, որ աճեցնողը միայն Աստված է։ Համաձայն եք, այո, բացի պապիկ, այո, ճիշտ է, ձիկ ունենանք, 2 շունիկներ, կովիկ, գառնուկներ, հա, մեկ էլ հավիկներ ու աքլորիկներ։ Իսկ դե ով է կարողանում վարել։ Նանին, պապիկ, էլ Սաքիսը, հա, տատիսը, իսկ հետո ծառ կտնկենք, որ մեծանա և մեծ ծառ դառնա, որ մեզ հովանի լինի, նստենք ծառի տակ և հեքիաթներ պատմենք։ Իսկ հիմա տեսնենք ով սկզբից հեքիաթ կպատմի, ես, պապիկ, դու խոհարար ջան, դե պատմի լսենք։ Պապիկ ու տատիկ ա լինում, էս պապիկը պարավին ասում ա, պարավ ջան, գնդլիկ բոքոնիկ կսաքես, էս պարավը ասում ա, մենք ալյուր չունենք, իսկ պապիկը ասում ա, սենց քերի ու գնդլիկ բոքոնիկ կսաքես։ Քերում ա, գնդլիկ բոքոնիկ սաքում։ Պատուհանին արտնանում ա, թուշիկը սենց քաշում ա, արտնանում ու փախչում ա։ Հետո հանդիպում ա նապատակին։ Ասում ա, ես քեզ կուտեմ, մի կեր, ես քո համար կերքեմ, ես պապիկից փախա, ես տատիկից փախա, քեզանից էլ կփախչեմ, լա։ Հանդիպում ա գայլին ասում ա, ես քեզ կուտեմ, մի կեր, ես քեզ համար կերքեմ, ես պապիկից փախա, ես տատիկից փախա, ես նապատակից փախա, քեզանից էլ կփախչեմ, լա։ Հանդիպում ա աչին ասում ա, ես քեզ կուտեմ, մի կեր, ես քեզ համար կերքեմ, ես պապիկից փախա, ես տատիկից փախա, ես նապատակից փախա, ես գայլից փախա, քեզանից էլ կփախչեմ, լա։ Փախչում ա, հանդիպում ա, խողոմանք աղվեսին, աղվեսն ասում ա, իմ քիթիկին կանգնի, նոր երգի, ես լավ չեմ լսում, նստում ա, թռցնում ա, բերանը բաց անում ու
Պապիկ, բուվան որն է, ջուրը պապիկ բացատրեց Սարգիսը։ Հա եղավ, պապիկ ես բուգերերոտ եմ ուզում, դա որն է իմ խոհարար, պապիկ բուտերբրոդին ասում բուգերերոտ, պարզ է, շարունակենք պատմությունը և ամենակարևորը, որ կառուցենք փոքրիկ մատուր եկեղեցի, այսինքն աղոթատուն, որպեսզի ամեն օր փառք տանք Աստծուն բոլոր բարիքների համար և միշտ գոհանանք մեր Արարչից և հստակ իմանանք, որ ամեն բարի պարգև Աստված է պարգևում, թե այս աշխարհում, թե աշխարհից դուրս։ Իսկ գիտեք ով է Աստված։ Հա պապիկ, Հիսուս Քրիստոս, այո ճիշտ է, մեր Տերն է և մեր Աստված, Սուրբ Երրորդությունն է Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Եվ այս երեք անձերն են, բայց մեկ Աստվածություն, անբաժանելի։ Եվ Աստված պապիկը իր տեսքով արարեց բոլոր մարդկանց, որպեսզի ապրենք իրեն հաճելի կյանքով, որ նմանվենք Աստծուն։ Դրա համար դեռ փոքր տարիքից պետք է սովորենք աղոթք անել և Աստված պապիկի պատվիրանները սովորենք և ամեն տարի աճելով ավելի իմաստուն դառնանք և կատարենք պատվիրանները։ Եվ ինքը Աստված ամեն օր պահապան կլինի բոլորիս, նաև մեր երկրին և ազգին։ Իսկ ով գիտի աղոթք անել։ Ես պապիկ հավատով խոստովանիմը 16 տուն, ապրես իմ ամենա, ես էլ պապիկ 10 տուն, ապրին քաղցր Սարգիսը և փառք Աստծուն իմ գանձեր։ Նաև իմացեք, որ Աստված մեր Հայրն է երկնավոր, նաև նրանք, որ լսում և կատարում են Աստծո պատվիրանները և պահում են իրենց սրտերում, նա եղբայր, քույր, ընկեր և բարեկամ է անվանում։ Շարունակեց պապիկը իր խոսքը փոքրիկներին. և հիշեք, ուր էլ գնաք, մանկապարտեզ, թե դպրոց, թե համալսարան, թե այլ գործի, նախօրոք աղոթք արեք, որ ամեն օր ձեր մեջ լինի ինքը Աստված և պահապան կլինի ձեզ։ Նա է մեր պահապանը, մեր ամրոցը, մեր բերդը և փրկիչը և ձեր հույսը լինի միայն Տեր Աստված։ Հա պապիկ, այժմ տեսնենք, թե ով կբնակվի տունիկում։ Ես պապիկ, ես Դավդիթը, Էլո, Նանին, Հակոն, Սաքիսը, Հադոն, Տիտան, Նոնան, Լալին էլ պապիկ, Լալին ով է, մամային Լալի ասում։ Իսկ պապիկները, հա Հալիկն էլ, Սեգոն էլ, Գագան էլ պապիկ։ Եղավ իմ սիրելիներ, պապիկ արի մուտիկ նայենք, որը Համովիկ ջան, Մագուլին, այո ասաց Հայկը, ոչ, տրի բագատին ճշտեց Հայկը, ահա մայրիկը եկավ, մամ ուր էր գնացել, հը, ժողովի, ումի ժողովն է, Սարգսի, իմի ժողովին էլ կգաս, հա խոհարար ջան, պապիկ արի լոլո խաղանք, լոլոն որն է Դավիթ ջան, լեգոնա պապիկ լոլո է ասում։ Ես էլ սիպակ ավտո եմ ուզում, սիպակ ապտո Հակո, հա սիպակ, իմի մնան, հա, եղավ իմ սիրելի անգին թորնիկներ, երանի թե աշխարհի մարդիկ լինեին մանուկների պես Տեր Աստված, որ ամեն փոքրիկ բանի համար երջանիկ են և ուրախ, հակատարած դրան մեծերը ողջ աշխարհն էլ ստանան, միշտ դժգոհ և բողոքող են, իցավ սրտի, այլապես բոլոր դեպքերում գոհ կլինեին Աստծուց և շնորհակալ, երանի թե։ Դե հիմա եկեք իմ շուրջ, որ հեքիաթ պատմություն պատմեմ, որ անուշ նանի կանենք, սակայն նախքան հեքիաթ պատմելը աղոթք անենք, որ հեքիաթից հետո քաղցր քնով բայի կանենք։ Երբ վերջացրեցին հայր մեր աղոթքը, պապիկը շարունակեց պատմությունը։ Այժմ ուշադիր ունկնդրեք պատումը։ Պապիկ, ունկնդրել է, ի՞նչ ա, ունկը ականջն է, այսինքն ականջ դնելը, այսինքն ուշադիր լսելը, իսկ պատումը դա պատմությունն է։
Հիշում եք, որ ասացի պապիկը փապակ ուներ տունիկ կառուցելու, հիմա պատմեմ մի պատմություն։ Մի պապիկ մի օր որոշեց, որ գնա գտնի մի գեղատեսիլ տարածք, որտեղ ջրի աղբյուր լինի, եւ կառուցի փոքրիկ գյուղակ, որտեղ կառուցվի ոչ թե 1, այլ 10-15 տնակներ, որտեղ ապրեն այդքան ընտանիք, ուրախ եւ երջանիկ, եւ փառք տան ամենակարող եւ բարեպարգև Աստծուն։ Եվ քայլերը ուղղեց դեպի սարեր տանող արահետները։ Ներաշխարհիկ լույս կայծակեց եւ լուսողող մի խաչ փայլատակեց։ Երկնային կածան բացվեց, որ տանում էր դեպի վերջերյա զարմանք։ Մակույկը լողաց եւ հասցրեց մի երանավետյա կղզի, նման էր լքված հեռաստանի։ Պապիկ, ներաշխարհիկը ինչ է։ Ներքին աշխարհը, մարդուն ներքին աշխարհը, բա լուսողողը լույսով ողողված, կածանը որն է, նեղ ճանապարհը, արահետը, բա վերջերյան եւ երանավետյալը, ջրի վրայով ընթացող, իսկ երանավետյալը չքնաղ, հրաշալի, երջանիկ եւ այլն։ Հասկացաք, հա պապիկ, Հեկատիտիր պատմությունը։ Եվ պապիկը շարունակեց ճանապարհը։ Քարքարոտ արահետով բարձրանացավ եւ ով հրաշք, նայեց հյուսիս, ձմեռ էր ցրտաշունչ, գետինը զամբով ծածկված, ջերմակ, իսկ երեխաները եւ մանուկները ձյան գնդիկներով խաղում եւ ուրախանում էին, կարծես սրբվել էր ամեն բան, ջերմակ սավանն էր ծածկել։ Նայեց պապիկը հարավ, արևաբոբ ամառ, ճաճանչազարդ երկինք, հուրդի այգիներ, ծիածանի շավախ, անպատում անուրջ եւ կրկին մանուկներն էին ուրախանում եւ գոչում փառք ես Տեր Աստված, հրաշք էր եւս։ Հայացքը ուղղեց դեպի արևելք, գարուն էր այնտեղ, ծաղկածուկ դաշտեր, ծառուտ անտառներ, աղբյուրների քաղցրավունջ կարկաչն էր լսվում, անթոշնելի անուշաբույր ալվան ծաղիկներ։ Երկնակապույտում լուսաբորբ արևելյան պայծառ աստղներ արփիացնցող, եւ նորից երեխաներն էին երգում եւ հիանում, վազում ու վազվզում անուշաբույր ծաղիկների դաշտամիջով, դա էլ էր հրաշք, անպատմելի, արևմուտք, անդոր էր իջել ամենի վրա, անձրևի կայլակները կարծես կերակուր էին շատերի համար, կենտրոնում արարչավանդ մի մենաստան, ժայռերը շրջան էին կազմել, ներսի անկյունում ճրագալույս մի եկեղեցի, աղոթատուն, լեռանիստ հանգչարան էր այն, լույս եւ խաղաղություն, բայց ոչ աշխարհի, այլ Քրիստոսի, որին փառք հավիտեններում ամեն, եւ եկեղեցում ուսուցչուհին, մայրը երեխաների, իր աշակերտների հետ աղոթք էին կարդում եւ սաղմոս ասում եւ փառք տալիս Աստծուն, անդրաշխար, վեհասլաց, ջրակոլոր, քամիներ սուլում, մակույկներ լողում այլակների միջով։ Երբ պատմությունը վերջացեց, շրջվեց եւ տեսավ փոքրիկ հրաշքներին, որ անուշ քնած էին արդեն։ Միայն մեծը, ամենան ասաց, պապիկ դժվար իմաց բարերը կգրես ինչ են նշանակում։ Եղավ իմ անգինանի, դե քնիր, որ արտանանք, ճաշենք եւ գնանք եկեղեցի, հետո գազանանոց, հետո պոնչիկ ուտելու, իսկ հետո մանկական խաղահրապարակ, եւ պապիկը ծնկեց աղոթքի, պատուհանը բացեց, դեպի արևելք, դեպի Երուսաղեմ, վերին Երուսաղեմ, գոհացավ եւ փառաբանեց Աստծուն։ Փառք ես Տեր Աստված, փառք ես, ամեն բաների համար փառք ես, պարգևեցիր այնքան գանձեր, որ ինչ էլ գործեմ, ինչ էլ խոսեմ, չեմ կարող վարձահատույց լինել քո պարգևների դիմաց, ինչպես կաթիլը ծովի համեմատ։ Պարգևեցիր սիրելի ծնողներ, կին, դուստրեր, դստեր, ամուսին, թորնիկներ,
սիրելի խնամիներ, ընկերներ և հարազատներ, արժանացրիր նրանց սիրուն և սիրելուն և ամենաանգին կյանք, որ ես դու Տեր, թույլ տուր սերը ջերմի իմ սրտի և հոգու մեջ, որ ես էլ սիրեմ քեզ բոլորից առավել, սիրտս սրբիր, նաև միտք և լեզու, իսկ հոգիս նորոգիր և գթա Տեր, թույլ տուր ամեն մասնիկ իմ մարմնի, հոգի, սիրտ և մարմին սիրով լցվեն և շրթունքներս փառաբանեն և գովերգեն սուրբ անունը քո ամեն օր և ամեն պահի։ Ներիր ինձ Տեր, ներիրով սուրբ Տիրամայր, մայր սրբության և մարդկության, որ ցավ եմ պատճառել և սպասում եմ ներմանը Ձեր և գթությանը Ձեր։ Բարեխոսությունդ եմ խնդրում, ով սուրբ Տիրամայր, որ որդիդ քո սուրբ և Տեր Աստված օրհնի և պահապան լինի մեր բոլոր փոքրիկ գանձերին և մեր երկրին և ազգին, երանիք լինենք այս մանուկների պես, որ արժան լինենք քո արքայությանը, և նորից քեզ փառք և երկրպագություն Հիսուս Քրիստոս և Տեր Աստված և քեզ և Հոր և Սուրբ Հոգուն փառք հավիտեններից հավիտյանց հավիտեններում, ամեն։ Եվ երկու աղիկ այլակներ թափվեցին աղոթքի վերջում, վերջ առաջին մասի։